Ես այնքան հուզված եմ մտքից ծայրով չեր անցնի, որ հենց ես եմ հաղթելու։ Մենք զարգացնում ենք հայկական YouTube-ը, իսկ դու այս կարգախոսով Monk 3-ը կյանքի կոչեց հայկական YouTube-յան ալիքների առաջին մրցանակաբաշխությունը, նշանավորելով նոր քայլ հայկական թվային հարթակի զարգացման մեջ։ Տաշիր արենայում իսկական էմոցիաների տեղատարափ էր։ Լույսերը, երաժշտությունը, շոու ծրագրերը եւ բլոգերների էներգիան ստեղծեցին մի մթնոլորտ, որտեղ ամեն վայրկյանը լցված էր լարվածությամբ ու տոնական զգացողությամբ։ Monk 3-ով իրականում շատ հիացած եմ։ Այնքան մեծ հպարտություն է հենց իրենց կողմից ստանալ այս մրցանակը։ Այն որ հաղթանակը կլինի իմը, դա ինձ համար իսկապես շոկային էր։ Ես շատ ուրախ եմ, երջանիկ եմ։ Մրցանակաբաշխությունը ներառում էր 15 հիմնական անվանակարգ եւ 3 հատուկ մրցանակ՝ չտեսնված, չլսված եւ չասված։ Հայկական YouTube-ի հարյուրավոր ստեղծագործողներ բարձրացան բեմ իրենց տարվա աշխատանքն ու նվաճումները ներկայացնելու եւ մրցելու լավագույնների կոչման համար։ Շատ ակտիվ են եղել մեր YouTube ալիքները իրենց այդ հրապարակումներում, կոչերում, այդ խնդրանքներում, որ իրենց քվեարկեն։ Այս մրցանակաբաշխությունը ձևավորեց նոր ավանդույթ։ Monk 3-ի նախաձեռնությունը դարձավ մեկնարկային կետ բովանդակության ստեղծման ոլորտում նոր մրցակցություն ու նոր մակարդակ ձևավորելու համար։ Շատ երկար եմ սպասել։ Ես որոշել էի, որ հունվարից փակելու եմ հաղորդումը։ Իմաստացում է, որ այս մրցանակը փոխեց իմ կյանքի հաջորդ տարվա ծրագրերը։ Ֆանտաստիկ, ուրախ, գնահատված, շնորհակալ, շատ խառը էմոցիաներ են։ Իր հերթին էլ Տաշիր արենան եւս մեկ անգամ ապացուցեց, տեխնիկական հագեցվածությունն ու հնարավորությունները թույլ են տալիս այստեղ կազմակերպել ամենաբարդ եւ բազմաշերտ շոուները՝ սպորտից մինչեւ բիզնես, մշակույթից մինչեւ տուրիզմ կամ ՏՏ ոլորտ։ Արենայի տեխնիկական հագեցվածությունը մեզ թույլ է տալիս անցկացնել տարբեր տիպի միջոցառումներ ամենաբարձր մակարդակով։ Եվ հենց դա էլ գրավում է շատ տարբեր պրոդյուսերների, որպեսզի այս հարթակը դիտարկեն հենց իրենց ինչ-որ միջոցառման համար։